Բարեձեզ, ամառը իր լիիրավ իրավունքների մեջ է, բայց քաղաքական եւ իրավական գործընթացները շարունակում են զարգանալ գլխապտույտ արագությամբ, նրանք եղանակ եւ ժամանակ չեն հարցնում։ Այսպես 3 հուլիսի 5-ն էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, բայց այս տարի Սահմանադրության օրը նշանավորվեց ոչ միայն որպես Սահմանադրության օր, այլև որպես կարելի ասել նոր քաղաքական փուլի մեկնարկ։ Նկատի ունեմ այն, որ Սահմանադրական դատարանը ամրագրեց հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական համապետական ընտրությունների արդյունքները, մերժեց ընդդիմադիր կուսակցությունների դիմումները։ Դրանից հետո անմիջապես ընդդիմադիր Հայաստան եւ ուժեղ Հայաստան տաշիկները հայտարարեցին մանդատները վերցնելու, այսինքն բոյկոտը մերժելու իրենց որոշման մասին, իսկ ահա ԲՀԿ առաջնորդի շուրջ կարելի ասել պատկերավոր ասած կարգտաբեր ամպեր են կուտակվում։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ խուզարկություններ են կատարվում ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, նրան պատկանող մի քանի տասնյակ ձեռնարկություններում եւ այդ ձեռնարկությունների ղեկավարների բնակարաններում։ Այս միջոցին շարունակում են լարված մնալ հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի վարչապետը իր ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը կատարում է հենց Ռուսաստան, այստեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի վարչապետի հետ։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում հետընտրական Հայաստանում, ինչ ուղիով է շարժվում Հայաստանը, ինչ ռիսկեր եւ հնարավորություններ կան այդ ճանապարհին։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Սահմանադրական դատարանից։ Կարող ենք ասել, որ ընտրական փուլը սրանով ամբողջությամբ ավարտվեց։ Ընտրական փուլը ավարտվեց, արդեն ունենք վերջնական տեսք ազգային ժողովի եւ այն քաղաքական ուժերի, որոնք ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները պարլամենտում ու ինչպես եւ նախկինում հունիսի 7-ին տվյալ դեպքում նույնպես Բարգավաճ Հայաստան կուսակցությանը այնուամենայնիվ չհաջողվեց անգամ այս process-ների հետևանքում հայտնվել ազգային ժողովում։ Բարգավաճ Հայաստանի իհարկե պիտի կանք, բայց որ ասում ենք ընտրական փուլը ավարտվեց, պետք է առանձնացնել ընտրական փուլը ավարտվեց իրավական հարթության մեջ, թե նաև քաղաքական հարթության մեջ։ Ես կարծում եմ քաղաքական հարթության մեջ նույնպես ավարտվեց, որովհետև ինչպես եւ նախկինում մնում եմ այն համոզմունքին, որ հետընտրական ինչ-որ process-ների ակտիվ սպասել թերևս չարժե տարբեր պատճառներով, նախամառ է մեր ընդդիմությունը, գիտեք, ամռանը չի սիրում տարատեսակ բողոքի ցույցեր անել, սովորաբար նախընտրում են ամռանը հանգստանալ, հետո միշտ հայտարարում են, որ թեժաշուն է սպասվում, վերջին 5 տարիների իրողությունները այնուամենայնիվ այդ ուղղությամբ են ցույց տալիս։ Բացի դրանից, վերջին 5 տարիների ընթացքում մենք տեսել ենք առասարակ ընդդիմության ակտիվը եւ հնարավորությունները փողոց գեներացնելու, դրանք այնուամենայնիվ թույլ չեն տվել հիմա հետևություններ անելու կամ կարծելու, որ նրանց մոտ ինչ-որ բան է փոխվել, ոչ ընտրությունների հետևանքները, ոչ այս ընթացքում եղած վերջին զարգացումները, ոչ էլ ներկայիս ազգային ժողովի կազմը, ես չեմ կարծում, որ ունի այն հնարավորությունը, որպեսզի լուրջ բողոքի ցույցեր գեներացնի եւ դրանով պարտադրի ինչ-որ քաղաքական իրողություններ կամ փոխի քաղաքական իրողությունը ներկայիս։ Նման դատողությունների համար հիմք են այն, որ ընդդիմադիր տաշիկները որոշեցին հրաժարվել բոյկոտից եւ մանդատները վերցնել։ Դա շատ կանխատեսելի էր իրականում, որովհետեւ նրանք օգտագործելու էին այն ժամանակահատվածը, որը որ տրված էր բողոքների, վերանայումների եւ այլների համար, իրավական գործընթացների համար։ Բացի դրանից կարծում եմ այս ժամանակահատվածը անհրաժեշտ էր նաեւ նրանց անմիջական վերադասին Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, որովհետեւ նրանք նույնպես կողմնորոշվեն, թե ինչպես պիտի վարվեն, կա արդյոք հնարավորություն եւ հույս, որ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել։ Բացի դրանից ես սրանով եմ պայմանավորում նաև Ռուսաստանի Դաշնության Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հանգամանքը, ի սկզբանե նույնպես կովի հայտարարությունը առայն, որ շտապելու անհրաժեշտություն չկա, որովհետև դեռ վերջնական արդյունքները հայտնի չեն, ավելին հետո կարող են ընդդիմության կողմից վիճարկումներ լինել ընտրական արդյունքների եւ այլն, այնպես որ շնորհավորանքներ կհնչեն, երբ որ կլինեն վերջնական արդյունքներ։ Սրանով պայմանավորված կարծում եմ շատ բնականon ընթացել է քաղաքական process-ը։ Ռուսաստանին մենք իհարկե կգանք երևի առանձին բլոկով կխոսենք, բայց այն որ ասում եք փողոցային պայքար չեք սպասել եւ չի լինելու, քանի որ ընդդիմությունը մանդատները վերցրեց եւ խելոք գնում է ազգային ժողով եւ այլն, բայց տարածված հայտարարության մեջ կարծես թե խոսք կար
ամբիոնը եւ փողոցը համատեղելու, դրանք զուգահեռ տանելու մեկը մյուսով լրացնելու մասին։ Մենք նախկինում էլ ենք բազում անգամներ դա լսել, անգամ տարբեր փորձերի ենք ականատես եղել Հայաստան դաշինքի կողմից, այն ժամանակվա հիմնական ընդդիմադիր խմբակցության, բայց որևէ մեկը հաջողությամբ չի պսակվել, բայց իմ պնդման հիմքում միայն դա չի ընկած։ Եթե վերջին ամիսներին անցկացված հարցումներին հղում տամ, հասարակական կարծիքի հարցումներին, որոնք իրականացվել են միջազգային տարբեր ընկերությունների կողմից եւ նաեւ EVN report-ի կողմից 4 հարցումները, ապա դրանք ցույց չեն տալիս, որ հասարակության մեջ կա ինչ-որ լուրջ մի հարցի շուրջ կոնսոլիդացիա կամ բողոք, որը հնարավորություն կտա առհասարակ փողոց գեներացնելու։ 60-61 որոշ դեպքերում 62% հարցվածների հարցին ի պատասխան թե արդյոք ճիշտ ուղղությամբ է ընթանում Հայաստանի Հանրապետությունը դրական պատասխան են տալիս։ Իսկ անհամակարծիքների մեջ 40%, որտեղ 10%-ի կարգի հատված կա, որ առհասարակ չի կողմնորոշվել, պատասխան չի տալիս, 4-ից 5% է կազմում տարբեր հարցերի շուրջ համակարծիք լինելու հանգամանք։ Չէ, մի մասը 4-5%-ը կարծում է, որ արտաքին քաղաքականության հետ խնդիրներ կան, սխալ է ընթանում, մյուս մասը կարծում է, որ ռազմական մասով պետք է ավելի լուրջ փոփոխություններ անել եւ այլն եւ այլն։ Այնպես որ այստեղից նույնպես կարելի է հետեւություն անել, որ ակտիվ, որպես այդպեսին քաղաքական ակտիվ, ընդդիմությունը պայծ դրությամբ չունի։ Սա տարբեր հանգամանքներով կարելի է պայմանավորել։ Գումարվում է նաեւ այն, որ իրենք մանդատը վերցրեցին։ Ես չեմ կարծում, որ դա ռեալ դեր է խաղացել։ Գիտեք, բոլորին կարծում եմ ի սկզբանե ակնհայտ էր, որ վերցնելու փողոցային պայքար գեներացնելու համար մանդատ վերցնելը դրական թե բացասական է ազդում։ Ոչ դրական, ոչ էլ բացասական ըստիս։ Նրանք պարզը պիտի հիմնավորեն, որ վերցնում ենք մանդատը, որպեսզի կարողանանք երկու ֆրոնտով պայքարել եւ այստեղ եւ ինստիտուցիոնալ եւ ոչ ինստիտուցիոնալ տարբերակներին, բնական է, ի սկզբանե այս մասին էլի ես էլ եմ խոսել, տարբեր մարդիկ էլ կարծում եմ այս իմաստով կանխատեսումներ ասել են։ Նրանց մանդատ չվերցնելը իրենց որևէ բան չէր տալիս, որովհետեւ միևնույն է նրանք գնային ազգային ժողով թե ոչ ներկայիս համանadrությամբ պայմանավորված նրանց փոխարինող քաղաքական ուժ չէր գալու եւ ազգային ժողովը իր 50+ մեծամասնությամբ շարունակելու էր աշխատել բնականon կերպով։ Պարզապես քիչ էին լինելու ընդդիմադիրները։ Բայց նրանց քննադատում են եւ իրենց շարքերից, իրենց համախոհներից ինչու վերցրեցիք, մենք չէինք ընտրել ցեզ Ես կարծում եմ, սա փոքրինչ ավելի տեսանելիություն է ստեղծվում բողոքների եւ քննադատությունների, որովհետեւ ես չեմ կարծում, որ նույն ընդդիմությանը, եթե վերցնենք կոնկրետ հիմա ամենամեծ ձայների տոկոսը հավաքած կոնկրետ խմբակցությանը, ուժեղ Հայաստանի մասին է խոսքը, որ նրանց ընտրողները գաղափարապես են ընտրությունը իրականացրել։ Ըստ իս պարզապես այստեղ ընդդիմությունը ի սկզբանե որոշեց գնալ տարբեր քաղաքական ուժերով ընտրության, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդ ներգրավեն իրենց դաշտ, նույն Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը կարծում եմ կարող էր լուրջ գործոն լինել այն իմաստով, որ քվեների քանակը կարող էր ավելի քիչ լինել, այդ իսկ պատճառով ի սկզբանե որոշված էր ըստ իս տարանջատել այս երեք կուսակցությունները հնարավորություն ընձեռելով նրանց ավելի շատ քվեներ ներգրավել ամեն մեկին իր բանակի կողմից։ Եթե Հայաստան դաշինքի օկտին քվեարկածներին կարելի է ինչ որտեղ գաղափարական հաշվել, իհարկե հաշվի չառնելով այն կաշառքի, ընտրակաշառքի բոլոր դեպքերը, որոնք որ արձանագրվել են կոնկրետ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ապա ուժեղ Հայաստանի դեպքում ես գաղափար չեմ տեսնում առհասարակ։ Պարզապես այստեղ հավաքվել է մի ընտրազանգված, որոնց մի մասը ընտրակաշառքով է քվեարկել, մի մասը եկավ քվեարկեց գնաց, արագ հեռացավ, որպեսզի խնդիրներ չունենա, մյուս հատվածն էլ պարզապես դժգոհ է ներկայիս իշխանություններից եւ այլընտրանքային տարբերակ էր փնտրում, որտեղ կարող էր իր դժգոհությունը արտահայտել։ Քանի որ Սամվել Կարապետյանն էլ նոր մարդ է, դեռևս չի հասցրել ինչ-որ խնդիրներ հարուցել կամ ինչ-որ խոստումներ չկատարել առնվազն, ինչպես Քոչարյանի դեպքում տեղի ունեցավ, կարծում եմ շատերը հենց այդ իսկ տրամաբանությամբ ընտրություն են արել։ Այնպես որ այստեղ գաղափար չի եղել ի սկզբանե, որ նայենք, ասենք, դժգոհում են նրանց կողմնակիցները։ Չէ, չեմ կարծում, իրենց տարատեսակ լրատվամիջոցներով ըստ իս այդ տեսանելիությունն է ստեղծում, որ այնուամենայնիվ մարդիկ դժգոհում են, քանի որ մենք նման խոստում ենք տվել, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող չվերցնել մանդատները, որովհետև
որովհետև առաջին հերթին իրենց պատվիրատուները թույլ չէին տա, որ նրանք հրաժարվեին այդ մանդատներից, որովհետև այդ մանդատները նրանց տալիս են անձեռնմխելիություն քաղաքական դաշտում գործելու, որովհետև արդեն նրանք սկսել են այս ուղին եւ արդեն ունեն բազմաթիվ արած հայտարարություններ, անցած ինչ-որ ճանապարհ փոքր եւ դրանով պայմանավորված վերցված պատասխանատվություններ։ Հիմա ուզեն չուզեն իրենք պիտի այս ճանապարհով շարունակեն ընթանալ։ Իսկ ես ճիշտ հասկացա, որ իրենք նույնիսկ իրենց ընտրողներին առանձնապես բացատրելու կարիք չունեն կամ արդարացնելու կարիք չունեն մանդատները վերցնելու քայլը։ Ընդամենը մեկ նախադասություն, որ պետք է անհրաժեշտ է, դա զենք է, դա հրամատ է, դա պետք է օգտագործել եւ այլն եւ Այո, ըստիս պարզապես հիմնավորեցին ինչպես եւ ակնկալվում էր, որ միևնույնը չվերցնելու դեպքում մենք չենք շահելու, մենք պետք է գնանք եւ այնտեղ եւ այստեղ եւ երկու ուղղությամբ, երկու հրամատով շարունակենք մեր պայքարը։ Լավ, հիմա անցնենք առաջ, նշեցի, որ երեք նշում էր Սահմանադրության օրը, այս տարի առանձնահատուկ ինչ-որ բան կար Սահմանադրության օրվա մեջ։ Այս տարի, ինչպես դուք նշեցիք նաև ձեր բացման խոսքում, հետաքրքիր կերպով համընկավ նրա հետ, որ Սահմանադրական դատարանը ամրագրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հռչակված ընտրությունների արդյունքները ու հրաժարվեց նաև չեղարկել նույն ընտրությունների արդյունքները։ Փաստացի պրոռուսական ընդդիմությանը կամ ռուսական պրոքսիներին չհաջողվեց Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել կրկին, անգամ եթե դա ընտրությունների միջոցով էին փորձում անել, այնպես որ կարծում եմ խորհրդանշական լինելը Սահմանադրության օրվա նաև կարելի է սրանում դիտարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ որտեղ քվեարկել է ոչ միայն պարզապես իր մեծամասնությամբ քաղաքացիական պայմանագրի օգտին, այլ քվեարկել է ինքնիշխանության օգտին առաջին հերթին, ինքնիշխան, սուվերեն, անկախ պետություն ունենալու օգտին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկել է ԿՊ-ի օգտին եւ ոչ միայն ԿՊ-ի, այլև ինքնիշխան սուվերեն պետություն ունենալու օգտին, բայց արդյունքում ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն անպարագայում, երբ դա անհրաժեշտ է նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու։ Այս մարտահրավերը ինչպես պիտի լուծի, ինչպես եք տեսնում։ Սա թերևս ամենախնդրահարույց մասերից մեկն է, կարծում եմ, եւ սա նաեւ ինչ որ չափով կարելի է տեսնել երեկվա վարչապետի տեքստի մեջ, Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորանքի մեջ, որ ժողովուրդը մանդատ է տվել, որ Սահմանադրությունը որևիցե կերպով չի արտացոլում ժողովրդի կամքը, նախկին Սահմանադրությունը, այդ իսկ պատճառով Սահմանադրությունը փոխել։ Այսինքն սրանով հստակ եւ եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ նրանք չեն հաշտվելու ներկայիս սահմանադրական կարգի հետ առնվազն, այսինքն հին սահմանադրության հետ, եւ սահմանադրության փոփոխությունը շարունակում է մնալ օրակարգային։ Թե ինչպես դա կանեն, դժվարանում եմ ասել, 300,000 ձայն հավաքելու դեպքում, ավելի ճիշտ ստորագրություն հավաքելու դեպքում, եթե կհաջողվի այդ ճանապարհով գնալ։ Ազգային ժողովում դարձյալ սահմանադրական մեծամասնություն է պետք, որպեսզի հարցը։ Այդ դեպքում մեզ մնում է ընդհանրապես մի ճանապարհ, սա իհարկե կանխատեսում է, որը վստահ չեմ, որ կիրականանա, բայց այնուամենայնիվ ես չեմ բացառում, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում տեսնենք նոր ընտրություններ, ականատես լինենք նոր ընտրությունների, որովհետև ի վերջո այս ընտրություններում ինչքան էլ որ թափանցիկ են անցկացվել, ժողովրդավար են հռչակվել տարբեր կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ մենք տեսանք դեպքեր ընտրական туриզմի, մենք տեսանք բազում դեպքեր ընտրակաշառքների, իհարկե դեռ վերջնական, այսպես դատարանի կողմից հստակ արձանագրություններ չկան այս իմաստով, բայց մի շարք գործեր արդեն քննության փուլ հաղթահարել եւ հայտնվել են դատարանում։ Ըստ իս այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը կարող է եւ դիտարկել նոր ընտրությունների սցենարը, այսինքն չսպասելով առաջիկա 5 տարիների ավարտին եւս մեկ անգամ ընտրական փուլով անցնելու սցենարը։ Քիչ հավանական, բայց տարբերակներից մեկը։ Չգիտեմ, շատ թե քիչ հավանական, ամեն դեպքում երևի թե ավելի հեշտ կդարձնի սահմանադրական մեծամասնություն ունենալը հաշվի առնելով մի շարք գործոններ։ Հատկապես եթե հաջողվի դատական process-ների միջով իրավական ճանապարհով այս ամենը ապացուցել փաստացի եւ այն մարդկանց, ովքեր փորձում էին Հայաստանի Հանրապետության ընտրությունները այնուամենայնիվ շեղել ոչ այն ուղղությամբ, որով կցանկանար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե սա հաջողվի իրականում հաստատել, կարծում եմ, որ դա այնքան էլ անտրամաբանական լուծում չի լինի, անկախ ամենից։ Այս ընտրությունները շատ հետաքրքիր մի ձևակերպում բերեցին Հայաստանի քաղաքական խոսույթ, այն է ընտրական туриզմ, ինչպես դուք նշեցիք, ընտրական туриզմ։ Հիմա այս գործող
ազգային ժողովը փակեց կարծես այդ ընտրական տուրիզմի դուռը, այն է սահմանափակվեց արտերկրում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակում երկին 2 տարվա ընթացքում 1 տարին այստեղ կեցության ցենզ սահմանվեց, սա որքանով է արդարացված, որքանով է ժողովրդավարական փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեստեմ սա ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Մենք հասանք ընտրական տուրիզմին եւ ընտրական տուրիզմի դուռը փակելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների, մասնավորապես գործող ազգային ժողովի քայլերին, որքանով է դա արդարացված, որքանով է ժողովրդավարական։ Ըստ իս արդարացված է, բացատրեմ ինչու։ Ես հասկանում եմ, որ սա իհարկե սահմանափակում է նույն սահմանադրությամբ ընձեռվող քաղաքացու իրավունքները, բայց միևնույն ժամանակ այստեղ ունենք իրավիճակ, երբ հիբրիդային տարատեսակ գործիքակազմերի միջոցով փորձ է արվում վերջին առնվազն 6-7 տարիների ընթացքում ազդեցություն ունենալ Հայաստանում ընտրական process-ի վրա։ Ոչ միայն Հայաստանում ենք, իհարկե, մենք այս երևույթին ականատես լինում, տարբեր երկրներում պայմանավորված տեխնոլոգիաների զարգանալով եւ այլնով, մենք նմանատիպ process-ների ականատես ենք եղել նույն Ռուսաստանի Դաշնությունը եւ Մոլդովայում եւ Ռումինիայում, անգամ Միացյալ Նահանգների հետ կապված կային կասկածներ, մի շարք եվրոպական երկրներում այնուամենայնիվ փորձ է անում խառնվելու ընտրական process-ին եւ ազդեցություն ունենալու մարդկանց կարծիքի ձևավորման վրա։ Հիմա երբ հաշվի ենք առնում մեր դեպքում այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում նաև բնակվում են բազում հայեր, չգիտենք ինչքան, բայց ըստ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի ավելի շատ, քան Հայաստանի Հանրապետությունում, ինչը ես չեմ կարծում, որ առհասարակ կապ ունի իրականության հետ, բայց այնուամենայնիվ փաստացի նրանք ունեն հնարավորություն եւ լծակ այդ մարդկանց զգալի հատվածին, այս ընտրություններով տեսանք, ստիպելու, որ նրանք կան քվեարկեն հոգուտ այն տեխնացուների, որոնք շատ ավելի ցանկալի են նույն Ռուսաստանի Դաշնության համար։ Նախկինում սա չէր արվել իհարկե, բայց այս անգամ արեցին եւ տեսան, որ այնուամենայնիվ թեկուզ եւ մի քանի տոկոսով, անգամ եթե քվեարկածները 30, 40, 50 հազար հոգի են եղել կամ ավելի քիչ, բայց դա 2, 3, 4, 5% է այնուամենայնիվ, որը հնարավորություն է տալիս ինչ որ ուղղությամբ թեքել ընտրության, շեղել ընտրության արդյունքները։ Մեր նման փոքր երկրների համար, որտեղ բնակչությունը 3-3.5 միլիոն է եւ որտեղ նման միջամտությունը կարող է իսկապես ինչ-որ փոփոխությունների հասնել անցանկալի տեղում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ովքեր այստեղ հարկ են վճարում, ում որդիները այստեղ բանակ են գնում, այսինքն նրանք Հայաստանի Հանրապետությունում են բնակվում, այլ երկրների հետ իրենց ապագան չեն կապել, սրանով պայմանավորված կարծում եմ ավելի քան արդարացված է։ Առնվազն այս ժամանակահատվածում խառը ժամանակահատվածում աշխարհի համար, երբ ազդեցության գոտիների վերաբաշխման ինչ-որ process-ի ենք ականատես լինում աշխարհաքաղաքական, քանի դեռ այս ամենը չի հանգստացել, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի ճանաչել իբրև անկախ սուվերեն պետությունով, իրավունք ունի իր շահերով պայմանավորված քաղաքականությունները իր որդեգրելու եւ իրականացնելու, ոչ թե պիտի այստեղ բացառապես իրացվի Ռուսաստանի Դաշնության շահը, քանի դեռ այս ամենը կա, ես կարծում եմ սա արդարացված է։ Հիմա այս ամենով հանդերձ ինչ դուք ներկայացրիք այս քայլի հիմքում քաղաքական հաշվարկներ, թե ավելի որակյալ ընտրությունները, ավելի պատասխանատու ընտրություններ։ Չենք կարող 3 գործոններից որևէ մեկը բացառել ըստ իս։ Քաղաքական հաշվարկով պայմանավորված են նաև տարբեր քաղաքականություններ ընդունվում, բայց սա իրապես բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ իրապական կապող Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահից, որովհետև գիտեք, երբ դու այստեղ ապրում ես, այստեղ հարկ ես վճարում, փոզավակները այստեղի հետ են իրեն, Հայաստանի հետ են իրենց ապագան կապում, այստեղ են ծառայում բանակում, բայց կարող են գտնվել այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր տասնամյակով Հայաստանում չեն եղել եւ գալիս են, քվեարկում են ու հեռանում են, որոշելով քո ապագան, կարծում եմ սա այնքան էլ արդար տարբերակ եւ մոտեցում։ Ձեր ասածը քաղաքական հարթության մեջ է, արդարության, բարոյական հարթության մեջ է։ Ես իրավաբան մեջ չեմ, պարոն Կիրակոսյան։ Հետաքրքիր է թե իրավաբաններն ինչ կասեն, որովհետեւ ընդդիմադիր դաշինքները կարծեմ թե պատրաստվում են այս հարցը եւս տանել սահմանադրական դատարան եւ հայցել սահմանադրական դատարանից ստուգելու սրա սահմանադրականությունը։ Դա էլ քաղաքական process-ի մի մաս է։ Եթե նրանք հրաժարվեին մանդատների վերցնել եւ գնալ ազգային ժողով, կարծում եմ նրանք սրա կարողությունը չէին ունենա այնուամենայնիվ։
այնուամենայնիվ, այնպես որ անկախ իրավական բաղադրիչը ինչպիսին է, ես ինքս իրավաբան չեմ, սահմանադրագետ չեմ կարող դրա հետ կապված մեկնաբանություն տալ, բայց քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ըստ իս, որովհետև ես եմ եղել նաև այն մարդկանցից մեկը, ով իսկապես ում համար ընդունելի չէր այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այստեղի հետ բացարձակապես ապագա չեն կապում, իրենց վրա այդ փոփոխությունները չեն անդրադառնալու, կարող են գալ քվեարկել եւ գնալ։ Հետո մի բան էլ պիտի հասկանանք, գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ դեմոկրատիական դժվար կլինի իհարկե հայտարարել կամ կարծել, այդ իսկ պատճառով միշտ էլ այնտեղ բնակվող հայերի նկատմամբ նա ունենալու են լծակը, որպեսզի ստիպի ինչ-ինչ տարբեր process-ների մեջ ներգրավելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այնպես որ երբ սա էլ հաշվի ենք առնում, կարծում եմ սրանով պայմանավորված նույնպես էլի քաղաքականապես այնուամենայնիվ, բայց արդարացի է։ Այս ընտրություններին ազդեցություն ունեցան եւ ընտրական туриզմը եւ ընտրակաշարքը, ինչի մասին երբեմն այսպիսի գնահատականներ են հնչում, որ ինչքան էլ որ շատ են բացահայտումները, մինչեւ այսօր ձայնագրություններ են հրապարակում եւ այլն, այդուամենայնիվ սա այսբերգի երևացող մարսն է, իսկ ներքևում շատ ավելի մեծ են ծավալները եւ ընտրական նորից խստացումներ պատժամիջոցները ավելանում են անազատության հետ կապված եւ այլն, բայց օրենքներով, օրենսդրական կարգավորումներով այս հարցը լուծվող բան է, թե մեր ընտրական մշակույթի, եթե կարելի ասել ընտրական մշակույթի բաղակացուցիչ է այդ ընտրական կաշառքը եւ այսպիսի մի արտահայտություն կա, ասում են լավ օրենքները վատ կյանքից են սովորաբար, այսինքն եթե կա նախադեպ, որտեղ անհրաժեշտ է ինչ-որ մի փոփոխություն իրականացնել, ապա միայն այդ դեպքում սովորաբար պետությունը հանդես է գալիս օրինագծերով, որոնք այնուամենայնիվ օգնելու են կամ ստիպելու են, որպեսզի քաղաքացիների վարքագիծը տարբեր ուղղություններով փոխվի։ Հիմա ըստ իս պատիժը, հատկապես երբ խոսքը գնում է 8-9-10 տարիների մասին, արդեն կարող է լինել հենց այն լծակներից ասեմ, կամ տարբերակներից ասեմ, որոնք գուցե գումար վերցնելուց առաջ ստիպեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մտածել։ Իդեպ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միշտ չի, որ մեղավոր են, որովհետև այս մշակույթը, որը քաղաքական դժվարանում եմ անվանել, նրանց մեջ սերմանվել է նախկին քաղաքական էլիտաների կողմից։ Դուք էլ եք հիշում 2000-ականների սկզբին բոլոր ընտրությունների ընթացքում այդ ընտրակաշառքի մասսայական բաժանման դեպքերը ես էլ եմ հիշում, շատերը ովքեր վերջին 20-25 տարիներին ապրել են Հայաստանում, վստահ եմ այդ բոլոր դեպքերը հիշում են։ Բոլորիս շենքերում հայտնվում էին մարդիկ, ովքեր դռները ծեծելով հերթով բարձրանում էին փորձելով գտնել այն մարդկանց, ում կկարողանան համոզել, որպեսզի 5000 դրամի կամ 10000 դրամ։ Այո։ Ինչ է, ուզում եմ ասել, մենք սա տեսել ենք եւ ինչ որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, ովքեր միշտ չի որ բարձր իրավագիտակցություն ունեն, նրանք դաստիարակվել են, եթե կարող եմ այդպես ասել, հենց այդ մեթոդներով կամ նմանատիպ միջամտությունների միջոցով։ Հիմա որպեսզի դա համվի մեր մշակույթից կամ քաղաքական մշակույթից, ինչպես կուզեք, կարծում եմ, որ միայն եւ միայն իրավական միջոցների անհրաժեշտություն կա, որովհետեւ որպեսզի փոփոխություն տեղի ունենա մշակութային մակարդակում առանց իրավականի միևնույն է շատ դժվար կլինի դրան հասնել։ Նույնը մեքենաների եւ այլների դեպքում է սովորաբար, այսինքն եթե դու վարորդ ես, չկան պատժամիջոցներ, վստահ եմ շատերը չեն էլ ցանկանա կամ ստիպված չեն լինի պահպանել այն կանոնները, որոնք պետք է որ պահպանել։ Այնինչ եթե դու գիտես, որ կա բարձր շատ ավելի բարձր պատժամիջոցներ, կլինի դա գումարային տեսքով, թե կլինի իրավական տարբեր այլ միջամտություններով, կարծում եմ դա ավելի լուրջ զսպանակ է, քան թե ինչ որ տարատեսակ քարոզները, որոնցով հանդես կարող են գալ քաղաքական գործիչները։ Ընտրություններից հետո իսկ ավելի Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո հաջորդ օրը տեսանք իրավական գործընթացներ ԲՀԿ առաջնորդի շուրջ, խուզարկություններ բնակարանում, առանձնատանը, նրան պատկանող ձեռնարկություններում։ Սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք, սա պետք է դիտարկել զուտ իրավական գործընթաց, թե նաև անպայման քաղաքական ազդեցություն հետևանքներ կարող է ունենալ։ Ըստ իս որևէ իրավական գործընթաց զերծ չի մնում, հատկապես երբ քաղաքական դաշտի հետ է կապված, զերծ չի մնում քաղաքական ազդեցություններից, կարծում եմ այս դեպքում նույնպես նմանատիպ դեպքի հետ գործ ունենք, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ շատերը
գիտեն թե ով է Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասն է խոսքը, գիտեն ովքեր են մյուս ընդդիմության առաջնորդները նախկինում իշխանության մաս կազմած եւ շատերին հուզում է իսկ ինչու մինչեւ այսօր առհասարակ նույն իրավական մեխանիզմների միջոցով ինչ որ գործողություններ չի ձեռնարկվել, որպեսզի մարդիկ, ովքեր ժամանակին բազում իրավախախտումներ են իրականացրել, կանգնեն օրենքի առաջ եւ պատասխան տան օրենքի ողջ ուժով։ Հիմա ըստ իս սրանք ինչ որ չափով ուշացած, բայց այնուամենայնիվ իրավական գործողություններ են, որոնք շարունակում են նախկինում սկսված տարբեր, եթե չեմ սխալվում, տարբեր քրեական գործերի, այսպես։ Ըստ շրջանառվող տեղեկությունների խոսքը հիմնականում փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մասին է։ Հարկերից խուսափելու դեպքի հետ կապված խոսակցություններ կային նաեւ ընտրություններից առաջ, Դիմել էին կենտրոնական տրական հանձնաժողով, որպեսզի այո, այսինքն սա նոր քրեական գործ չէ, փողերի լվացման մասով էլ, եթե նոր է, չգիտեմ, չեմ հետևել դրա սկզբնական ժամանակահատվածում եղած հայտարարություններին։ Հիմա սպասենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ կունենան։ Այնուամենայնիվ չենք կարող նաև չարձանագրել, որ բազում ընդդիմության ներկայացուցիչներ նախկինում հեշտությամբ ազատվել են պատասխանատվությունից նույն դատարանների միջոցով։ Այսինքն, եթե տարբեր ընդդիմադիրներ կարող են այսօր հայտարարել, որ սա քաղաքական հետապնդում է եւ այլն, ապա ստացվում է, որ իրականում ներկայիս իշխանություններին այդքան էլ չի հաջողվում այդ հետապնդումը իրականացնել բացառապես քաղաքական։ Դե տեսնենք հիմա իրավական գործընթացները ինչպես կզարգանան, այս հարցը թողնենք իրավապահ մարմիններին, նրանք հաղորդագրություններ կտարածեն, թե ինչ է բացահայտվել կամ մի խոսքը կոնկրետ ինչի մասին է, բայց ինձ ավելի հետաքրքրում է նաեւ քաղաքական ազդեցությունը, ինչից սկսեցի այս հարցը։ Կարծում եք սա կփոխի եւ նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմության ռազմավարությունը, օրակարգը եւ ընդհանրապես ընդդիմության օրակարգը։ Ես այսօր այսպեսի հայտարարություններ լսեցի, որ խոսքը միայն ԲՀԿ առաջնորդի մասին չէ։ Իշխանությունը այսպես վարվելու է հատ առ հատ, հատիկ առ հատիկ եւ այլն, եւ կարծես ակնարկ կար այս հարցի շուրջ միավորվելու։ Ինչքանով է ռեալ իրատեսական, որ ընդդիմությունը կդարձնի սա միավորման կետ։ Նրանք այսպես թե այնպես միավորվելու են ինչ-որ մի հատվածում եւ առասարակ նաեւ հայտարարությունները նույն անմիջապես ընտրություններից հետո, երբ նրանք նշում էին, որ կոչ են հույսով իհարկե, որ վերընտրություն կնշանակվի այդ 3-4 տեղամասերում, կոչ են անելու իրենց ընտրողներին, որպեսզի Գագիկ Ծառուկյանին օգտին քվեարկեն։ Այստեղից էլ է պարզ դառնում, որ նրանք այնուամենայնիվ առաջնորդվում են կոնկրետ մի ընդհանուր շահով, իսկ այդ ընդհանուր շահը Հայաստանի Հանրապետության շահի հետ առասարակ կապ չունի։ Հիմա ինչ ազդեցություն կունենա, գիտեք, ըստ իս թերևս առնվազն կհամոզի գործարարներին չներգրավել քաղաքական process-ներում, իսկ դա ես չեմ կարծում, որ բացասական զարգացում է, որովհետև ցանկացած պարագայում, երբ գործարարները ներգրավում են եւ որևիցե երկրում, երբ գործարարները ներգրավում են քաղաքական process-ներում, նրանք չեն գալիս սպասարկելու ընդհանուր պետության շահը, նրանք գալիս են մասնավորապես սպասարկելու իրենց առանձին բիզնես շահերը։ Այնպես որ ես այն մարդկանցից եմ, ով կարծում է, որ գործարարները քաղաքականությունում առանձնապես անելիք չպիտի ունենան։ Քաղաքականությամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները, ովքեր շահերի բախում չեն ունենալու ինչ-ինչ տարատեսակ օրինագծեր առաջարկելուց կամ ընդունելուց, երբ որ հերթը կգա արդեն պետության շահը սպասարկելուն։ Այս իմաստով, եթե ինչ-որ ազդեցություն կունենա, սա միայն դրական եմ գնահատում։ Վերջնական տեսքով ինչ ազդեցություն կունենա, ընդդիմությունը այլընտրանք չունի, քան միավորվել, որտեղ ինչպես նշեցի, նրանք այն կենտրոնի շահ, որ նրանք են սպասարկում, խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է, ավելի շատ այնտեղ է որոշվելու, թե նրանք ինչպես պիտի ընթանան, ինչ ռազմավարություն պիտի ընդունեն եւ կոնկրետ ով պիտի առաջնորդի այս ամենը։ Հիմա այստեղ նախ պիտի հասկանալ, թե կոնկրետ խորհրդարանում ում են ենթարկվելու այս քաղաքական ուժերը։ Կոնկրետ եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի անմիջական դաշնակցության խմբակցության մասին է եւ Սամվել Կարապետյանի, ով իրավունք չուներ որևիցե կերպ խորհրդան մուտք գործելու, ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը ենթարկվելու է Նարեկ Կարապետյանին։ Չգիտեմ դուք ինչպես եք անկախ նրանից մենք ինչպես կկարծենք, եթե դուք այս ամեն ինչը կապում եք Հյուսիսի հետ, ուրեմն Հյուսիսում ինչպես կորոշեն։ Անշուշտ, բայց այստեղ նաև պետք է մարդ լինի, ով շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ունի եւ ում խոսքը շատ ավելի ծանրակշիռ կարող է հնչել նաև նույն ընդդիմադիրների աչքերում,
ոչ միայն պարզապես խորհրդարանականների աչքերում, ու ով կկարողանա առհասարակ նաև առաջնորդել, ես լավ չեմ պատկերացնում, որ Նարեկ Կարապետյանը իզորու է լինելու հանդես գալ ընդդիմության առաջնորդի դերով, կամ որ Ռոբերտ Քոչյանի խմբակցությունը դրա հետ համակարծիք է լինելու։ Բայց կարծում եք մեկ բան ակնհայտ եւ փաստ է, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հետ եւ հաջորդ կայարանը, ասենք այսպես, Երևանի թիմ ընտրություններն են լինելու։ Անշուշտ, բոլոր մակարդակներում, որոնք թույլ կտան նրանց հետագայում գոնե առնվազն, վստահ եմ, որ հիմա հետագայի հաշվարկն էլ նաև կսկսեն անել, որոնք հետագայում իրենց թույլ կտան ավելի ուժեղ դիրքեր ունենալ արդեն պարլամենտական խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ հիմա ինչ սպասել Ռուսաստանից։ Մենք ամբողջ այս նախընտրական շրջանում դրանից առաջ էլ խոսում ենք հիբրիդային հարձակումների սպառնալիքի, հենց հիբրիդային հարձակումների մասին, տնտեսական սահմանափակումների, ճնշումների եւ այլն եւ այլն։ Հիմա արդեն, երբ այս գործընթացը ավարտվեց, Սահմանադրական դատարանը դրեց վերջակետը եւ ավարտվեց, Ռուսաստանը կհամակերպվի այս արդյունքների հետ եւ կաշխատի իշխանությունների հետ, թե կշարունակի իր ռազմավարությունը, նույն տնտեսական սահմանափակումները շարունակելով, նույն հռետորաբանությունը շարունակելով, նույն Հայաստանից սահմանադրական ներողություն, ընդհանրապես հանրաքվե պահանջելով, ԵԱՏՄ թե ԵՄ հարցով։ Թեման մեծ է, բայց փորձեմ անդրադարձ անել կոնկրետ Ռուսաստանի մասով։ Տեսեք, ըստ իս նույն Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան այսօր հայտարարված Միշուստինի հետ հանդիպման համատեքստում հենց արվում է նրա համար, որպեսզի կարմիր գծերի ստուգում իրականացվի երկու կողմերի, որտեղ Ռուսաստանը առնվազն կարծում եմ համոզվեց, որ կոնկրետ ընտրությունների միջոցով այստեղ փոփոխությունների հասնել նրան չի հաջողվել այս փուլում առնվազն։ Հիմա նրանք բազում հայտարարություններ են արել, որոնց հետ կապված պետք է ընդհանուր ինչ-որ մոտարկումներ արվի կոնկրետ Հայաստանի Հանրապետության նաև դիրքորոշումների հետ, եւ որպեսզի հասկանան, թե որ կողմի համար որ խնդիրներն են կարմիր գիծ հանդիսանում, որոնք ցանկալի չի լինի անցնել առնվազն հետագայում ավելի գործընկերային հարաբերություններ պահելու համար։ Հիմա ըստ իս այս հանդիպումից հետո շատ ավելի բան պարզ կլինի պայմանավորված հանդիպման արդյունքներով, բայց պետք է արձանագրենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մինչև այսօր Հայաստանի Հանրապետությանը որպես այդպիսին չի տեսել եւ չի ճանաչել, մինչև այսօր չի տեսնում եւ չի ճանաչում իբրև անկախ սուվերեն պետության։ Նրանք Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են իրենց շահերի սպասարկման համատեքստում են, այսինքն սա տարածք է առհասարակ ըստ նրանց պոստսովետական տարածք, որը կա, որպեսզի սպասարկի Ռուսաստանի Դաշնության շահերը ծառայի նրանց քաղաքական նպատակներին։ Եթե ոչ, ապա մենք իրավունք չունենք գոյություն ունենալու։ Նմանատիպ վերաբերմունք ենք տեսել տարատեսակ այլ պետությունների նկատմամբ եւ սա տեսնում են նաեւ մնացած բոլոր պետությունները պոստսովետական տարածքում կամ ներկայիս ԱՊՀ տարածքում։ Ինչու եմ ասում տեսել ենք, որովհետեւ Մոլդովայի հետ մենք նմանատիպ գործընթացների ականատես եղանք, Վրաստանի հետ շատ ավելի վաղ ժամանակահատվածում նմանատիպ գործընթացների ականատես եղանք, Ռումինիան այդ օրինակներից մեկն է եւ այսպես կարող ենք ցանկը շարունակել։ Հիմա մյուս պետությունները, որոնք տեսնում են թե Ռուսաստանը առհասարակ ինչպես է վերաբերվում այն պետությունների հետ, ովքեր կրիտիկական կախվածություններ ունեն իրենցից, կարծում եմ սա նրանց հետևություններ անելու ինչ որ բանի է բերում, այսինքն եթե դու Ռուսաստանից ունես կրիտիկական կախվածություններ, ապա դժվար է լինելու նրանց հետ խոսել ավելի գործընկերային լեզվով, ինչպես օրինակ մինչև այսօր Ռուսաստանը չի համակերպվում այն իրողության հետ, որ Հայաստանը այլևս առաջնորդվում է առաջին հերթին իր պետական շահով։ Նրանք դա, այսինքն որևէ բան չանելով անգամ Ռուսաստանի Դաշնության դեմ, որպես այդպեսին, նրանք դա միևնույն է տեսնում են իրենց շահերի հետ կոնկրետ բախման մեջ մտնող հանգամանք իբրև։ Սա նրանց որևիցե կերպ ձեռնտու չէ, որովհետև նրանք չկարողացան սպասարկել իրենց արտաքին քաղաքական մի շարք օրակարգեր։ Իթիվս այլոց նույն Զանգեզուրի միջանցքը, որին նրանք ամեն կերպ փորձում էին հասնել եւ չհասան, եւ իդեպ մինչեւ այսօր նույն տրիփի մասին խոսելիս առանց մեծ դարսունավետ չի լինի։ Բացի դրանից մրմռում են, որ չհաջողվեց վերահսկողություն սահմանել այդ հատվածի նկատմամբ, իսկ դա մեզ միջին միջանցքի պրոյեկտներից դուրս է դնում։ Քանի որ միջին միջանցքը նաև նախատեսված էր կոնկրետ Ռուսաստանի Դաշնությանը շրջանցելու համատեքստում, սա նրանց հնարավորություն կտար ինչ-որ մի հատվածում դառնալ այն հաբերից մեկը, որտեղ նրանց հնարավոր չէր լինի շրջանցել։ Ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում նրանք
Սա դիտարկում են իբրև նաև առաջին քայլերից մեկը, որը Ռուսաստանի ազդեցությունը առհասարակ նվազեցնում է Հարավային Կովկասում եւ ի վերջո նաև Կենտրոնական Ասիայում, հա։ Հիմա եթե գանք մյուս ԱՊՀ երկրներին, տեսեք, մեր դեպքում, եթե մենք փորձում ենք Եվրամիության հետ ինչ որ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալ, նրանք անմիջապես բողոքում են, պահանջում են կողմնորոշվել եւ այլն եւ այլն։ Բայց նույն ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, որի ղեկավարը ընդամենը օրեր առաջ Եվրամիությունում էր եւ պայմանագրեր կնքեց, ռեսուրսներ, տեխնոլոգիաների դիմաց կարող ենք այդպես ձևակերպել, որևիցե բանի չարժանացավ թթու խոսքի, հա, Ռուսաստանի կողմից։ Տարբեր պատճառներով, իհարկե այստեղ երկրի կշռի հարցը կա, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ Ղազախստանի եվրոպական ուղղությամբ կողմնորոշվելը շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար։ Ինչու՞, որովհետև նույն Ղազախստանը այսօր Եվրամիության նավթի 14%-ի մատակարարն է, 16%-ի ուրանն է տալիս, միևնույն ժամանակ Ղազախստանի մեջքին այս պայծրությամբ կանգնած է Չինաստանը, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է գործընկերային եւ լավ հարաբերություններ պահել, թեպետ Չինաստանի նկրտումները Ռուսաստանի հյուսիսի նկատմամբ կարծում եմ շատ ավելի տեսանելի են այսօր գոնե շատերի համար։ Խոսքով Ռուսաստանում շատ խառն են։ Շատ խառն են, բայց հիմա ինչի նկատի ունեմ, քանի դեռ մենք կախված ենք Ռուսաստանից տարբեր ուղղություններով, հիմա տնտեսական մահակի օգտագործումը տեսանք կամ տնտեսական լծակի։ Քանի դեռ կախված են, կարծում եմ նրանք փորձելու են մաքսիմալ իրենց լծակները օգտագործել, իրենց կացնային մոտեցումներով հասնելով նրան, որի վերջում մենք կանկախանանք։ Հետևենք իրադարձություններին եւ մեր զրույցի վերջին հատվածում բլից հարցեր, արագ պատասխաններ, մեկ բառով ընտրությունների գլխավոր արդյունքը։ Ինքնիշխանություն։ Սահմանադրական դատարանի որոշումը կանխատեսելի էր։ Այո։ Ընդդիմությունը ճիշտ արեց, որ վերցնում է մանդատները։ Այլ տարբերակ չունեին։ Նոր սահմանադրություն, այո թե ոչ։ Այո, ըստ իս։ Գագիկ Ծառուկյանի գործը կազդի նոր խորհրդարանի քաղաքական մթնոլորտի վրա։ Ոչ։ Սահմանադրական հանրաքվե կլինի։ Չգիտեմ։ ԵՄ ԵԱՏՄ հանրաքվե կլինի։ Այո։ Ռուսաստանը կփոխի մարտավարությունը Հայաստանի նկատմամբ։ Հույսով եմ։ Եվրամիության աջակցությունը բավարար է։ Այո։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինելու են նոր քաղաքական թեստ։ Այո, ինչ որտեղ։ Հայաստանի ամենակարևոր խնդիրը մինչև տարեվերջ։ Կարծում եմ քաղաքական իրավիճակի ստաբիլացումը ինչ որ չափով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ իրադարձությունների զարգացումներին։ Ընտրություններն ավարտվեցին, դրանք ավարտվեցին նաև իրավական հարթության մեջ, Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը։ Մենք խոսեցինք նաև ընդդիմադիր դաշինքների որոշման մասին, նրանք մերժեցին բոյկոտի գաղափարը եւ գնում են խորհրդարան, բայց այս ամենը կարևոր է իհարկե, բայց ոչ այնքան կարևոր, թե ինչպիսի իշխանություն ձևավորվեց Հայաստանում եւ ինչպիսի ուղիով է շարժվելու Հայաստանը առաջիկա տարիներին, որոնք են լինելու կարևոր ռազմավարական որոշումները եւ այդ ճանապարհի վրա Հայաստանին ինչ նոր հնարավորություններ եւ նոր մարտահրավերներ են սպասում։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։